Իհարկե, իհարկե։ Մենք բնակվում ենք Ուրսալի գյուղում, Որ գյուղում։ Արչահովիտ գյուղում։ Արչահովիտ։ Այո։ Մեր ճանապարհները շատ վատ է, մենք չենք Կկառուցենք հերթով կկառուցենք։ Դաժե քայլ են, ոչ մեքենաներ։ Հերթով կկառուցենք։ Հերթով կկառուցենք հաստատ։ Հա, ասում 26 թվականին չպետք է կառուցեն ները։ Հա, սուբվենցիան երևի։ Երևի, հա։ Կկառուցվի։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Ոնց եք։ Ինձ բազմիցս օգնել ես։ Հա, Աշխարհի չափ գոհ։ շնորհակալ եմ։ Մի հատ նվիրեմ ձեզ։ Անպայման։ Չէ, հաստ աշորը կընկնի էլի պահեք։ Լավ եք, մի հատ նվիրեմ սրանից ձեզ։ Լևոն էս մագնիս խնդիր ունի։ Լավ եղեք։ Հաճիկով եղբայր, լավ եք։ Լավ եղեք։ Բարև ձեզ։ Լավ եք եղբայր։ Նավ նվիրեմ։ Սենց։ Բարև ձեզ։ Ձեր կուրտքեն հաստատ չեմ կպսնի։ Բարև ձեզ, լավ եք։ Ձեզ։ Բարև ձեզ, լավ եք։ Ոնց են ձեր գործերը։ Բարև ձեզ, նվիրեմ ձեզ սրանից։ Հա ձեզ։ Էս էլ ձեր կուրտքան հաստատ չի կպնի։ Շնորհակալ եմ, ես էլ եմ ուրա։ Լավ եղեք։ Ստեղ ինչ է։ Լավ եք, լավ է գործերը, տրամադրությունները ոնց է։ Մի հատ տեսնենք։ Բարև եղբայր, ես ձեզ։ Շատ լավ վարսավիրանոց է։ Ես ձեզ հաջողություն ձեր գործերի։ Լավ եք եղբայր։ Նվիրեմ մի հատ սրանից ձեզ։ Բայց երկու հատ կարճ ու կոնկրետ հարց ունեմ։ Խնդրեմ եղբայր։ Սպիտակը քաղաք է, չէ։ Այո։ Բա մարզադաշտը չի ունեն։ Կունենա։ Դալյամ են մարզադաշտի հարցով զբաղվում ենք համայնքի ղեկավարի հետ, ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ։ Ինչ ենք անում։ 0-ից մարզադաշտը կառուցում ենք խոտածածկի հարցը ֆուտբոլի ֆեդերացիայի։ Ակադեմիա, հա, ֆուտբոլի թե։ Ստանդարտներով 106 մետրանոց ստադիոնի։ Ստադիոնի։ Շատ լավ։ Չունենք երկաշարժ, հետո չենք ունեն։ Կանենք եղբայր։ Իսկ ֆուտբոլի դաշտ կա երեխեքի համար, թե չէ։ Դպրոցի դաշտերը են Դե պարապ։ էլի վատ չի։ Երեխեք, ես որտեղից եք գալիս, այսուր եք գնում։ Բարև եղբայր, ոնց եք։ Հատ նվիրեմ սրանից ձեզ։ Երեխեք, ինչ կա, բարև ձեզ։ Լավ եք։ Մի հարցով ենք։ Հա, ֆուտբոլի դաշտի, 100%։ Լերմանց գյուղում կան ֆուտբոլի դաշտ։ Երեխեք ջան, ուրեմն տեսեք։ Մեր բանում նախընտրական ծրագրում մենք գրել ենք, այն օրը որ Շենգավիթում առաջի անգամ գնացինք, ձեր հասակակիցները բոլոր տենց հարցերը բարձրացրին, այդ հանդիպումից հետո Մեղրիում էլ Վանաձորում է եւ վերադարձանք եւ ես անձամբ մեր նախընտրական ծրագրում մի հատ կետ ավելացրեցի, որը հնչում է հետեւյալ կերպ. Հանրապետության բոլոր համայնքներում 100 կոմբինացված մարզադաշտերի կառուցում։ Դա ինչ նշանակում։ Դա նշանակում է դաշտեր կան, որը համ ֆուտբոլի համար է, համ բասկետբոլի համար է, եւ այդ 100 հատ պետքա կառուցենք եւ ես ձեզ ասեմ, որ 100 հատ երև Հայաստանում համայնքների թիվը հիմա 60 քանիս է,
Էլի խոշորանում է, այսինքն բոլոր համայնքներում դա լինելու է, բացի սրանից մենք նաև ուրիշ մարզադպրոցներ, 300 դպրոց, որոնք բոլորը ունենալու են, այսինքն ես ձեզ խոստանում եմ, որ մինչև 2031 թիվը որևէ բան չի լինելու, բայց իհարկե մենք կսկսենք այնտեղերից, որտեղ ամենաշատ չկա, որտեղ մի հատ կա, որտեղ որ ընդհանրապես չկա, այնտեղից կսկսենք ու տենց կշարունակենք։ Լեռնանցքու ստեղ սպիտակ։ Ու այո, անպայման կանենք։ Այո, կանենք, Լեռնանց գյուղում է կանենք։ Եկեք ձեզ սրանից նվիրենք։ Լեռնանց գյուղն որ ճանապարհը սարքեցինք այդ գյուղն, որ ճանապարհը վաղուց վանի չուներ, մի օր անցնում էինք ժողովուրդը խաչմեր, այն դբալավի դիմացի բանը, չէ՞, հա։ Մարդիկ կանգնացրին, ասցին, վաղ ճանապարհը սարքեք, հետո գնացինք բացումը արեցինք։ Այ Էս Սպասի, ստեղ չի կպնի, այստեղ Ֆուտբոլիստներն են Չէ, կուրկից չի կպնի Առաջի տեղն է, Լեռնանցքի թիմը Հայք ֆուտբոլային ակումբը, շատ լավ է, շատ ապել Մագնիսն է վերցրու էլի Ում չտվեցի սրել Բարի մռիտ ջան Իսկ բանը, հա, կարամ Կա Ողջույն Հա, էսա սպասի Կանյոնը Էսա մի վարկյան Երեխեք, մի ռոպե, սպասեք, հլը մի ռոպե, հանգիստ Էս քեզ Առաջինը Հա Էս քեզ Ում չեմ տվե վերցր Հա, իրան հեսա Հա, էսա երեխեք ջան, մի վարկյան սպասեք, ես գործը ավարտենք Ում չտվի, բոլորին հասա Մագնիսը սրանից ում չտվի, ում չհասավ Էլ ում չհասավ Մյուսներն ունեն արդեն Հիմա Մագնիսով չունի, քարտեզով չունի Քարտեզ, էզ մեկ Էլով չունի Էս Մի ռոպե Հիմա ով էր ուզում Ով էր ուզում նկարվի Հերթով նկարվում ենք Երեխեք տեսեք Ով նկարվում է այս կողմով է դուրս գալիս Որ հերթով Այս կողմով Ով նկարվում է սենց է դուրս գալիս Որ Արի Ով նկարվում է ձախով է դուրս գալիս Ձախ կողմով Ով նկարվում է ձախով Չէ, բայց սենց պայլույս ընգնում աղրի Ապրեք շատ պամփաշին Ապրեք, դուք ապրեք Շատ ապրեք Ձախով Շնորհակալություն բան Ես եմ շնորհակալ Ձախով Շատ ապրեք Մի րոպե Հա Ես եմ շնորհակալ Բայց մի հատ բան քարտեզ տվեք ու թխվածքից Էս քեզ Մոնիկա ջան, էս էր քեզ Նկարվեցինք, չէ Հայ Լավ դուք ոնց եք Բարև ձեզ Ով է նկարում ես Avec nous
Maintenant, on fait le quart. On fait le quart. Vas-y, c'est tellement drôle. Merci. Սպասեք ձեզ նվիրեմ ես քարտեզներից Հայաստանում։ Մի հատ բայ դեմ։ Merci, chef. Ouais, bah ouais. Merci beaucoup. Merci. Ահա, merci։ Մարգարություն, աջողություն։ Հաջողություն։ Okay, գնանք առաջ գնանք արդեն։ Հաջան։ Մենք քեզ հարկ էլինք, քեզ դիան տերեք, ինձ հոսակ է վերցել ես, ինձ պազ է վերցել ես, ճամփիկ տնելը շինել ես, աբիկու բարեքը։ Մերսի շատ։ Բայց հլա շինելու ենքան սարքելու ենքան բան կա։ Այդ մարդը հետո մենք նկավի։ Նկարվեցի։ Էսովա, բարև եղբայր։ Ինչ անունը։ Ես քեզ, ես էլ քեզ։ Նկարվում ենք։ Մի հատ նայի։ Ահա։ Ապրես։ Ինչ անունը։ Սուզի ջան, ես քեզ։ Բաներ Լեոնարդ ջան։ Ունենք թե ավարտվում է։ Ահա։ Շատ ապրեք։ Ուրախ եմ եղբայր։ Ես ձեզ։ Ես էլ ձեզ եղբայր։ Հաջան։ Ուզում եմ իրական դեպի անունից շնորհակալություն հայտնեմ ձեզ։ Ինչի համար։ Բանում նորա կառույց դրոց է կառուցում։ Հա։ Մանկապարտեզները նորա լրիվ բանում վերանորոգում ենք։ Ճանապարհներ դե նոր։ Ասֆալտապատ ճանապարհներ 2 կիլոմետր կես ունենք։ Մենք խորին շնորհակալություն ենք։ Բայց մենք նեղացած ենք ձեզ։ Ինչի։ Որ մենք ձեզ հրավիրում ենք, ու մենք էլ մարդ ենք։ Բականի անգամ եմ Շիրակամուտ գյուղ եկել։ Եկել եք, հմի, որ մենք էլ մեր երախտագիտությունը հայտնենք ձեզ բարոն բացա։ Բայց այնց ասիկ ոնց որ չեմ եկել, քանի անգամ եկել եք, երկու անգամ եկել եք։ Դու հեղափոխության ժամանակ էլ, հեղափոխությունից հետո էլ։ Հմի էսենց ատենք գնանք։ Իհարկե կգնամ, միանշանակ։ Բան եք, ես բան եմ ձեր էլեկտրոնային պոստում նամակ եմ գրել։ Ձեր անուն ազգանունը։ Գևորգ։ Դու ինչ գրել եմ պատասխանը լրիվ ստացել եք, դրա համար շատ շնորհակալություն։ Ամբողջ գյուղովի։ Ժողովուրդ հիմա նամակների հետ կապված մի հատ պահ է, էլի նամակների հետ կապված իրոք խնդրեմ ունեմ, որովհետև ծավալը այնպեսին է, որ հաջիշտ ամեն օր ինչ որ քանակի պատասխանում եմ, բայց այն օր նայում եմ 1400-ի չափ չպատասխանած նամակ ունեմ։ Այդ նամակների առանձնահատկությունն է, որ ես անձամբ եմ պատասխանում, բայց ինչքան էլ բան, նույնիսկ որ ժամանակ տրամադրում ես, ասենք մի քսպայի հոգնում ես, զգում ես, որ կարդում ես, չես ընկալում։ Այսինքն պետք է ներողություն խնդրեմ, չգիտեմ էլ ինչ անեմ։ Մենք շնորհակալ ենք։ Պատահականության սկզբունքով նամակները բացում կարդում։ Իհարկե կա մի հատ շատ նամակագիրների հարգելի խումբ, չգիտեմ քանի հոգի, իրանք անընդհատ գրում են, անընդհատ գրում։ Շատ շնորհակալ ենք։ Մենք պատասխանը լրիվ ստացել ենք։ Շնորհակալ եմ։ Շիրակամուտ մեծ հաճույքով անպայման կգնա։ Պարոն Խուդացյան։ Ay վարչապետ ջան, բարով ես եկել, հաստատ բարին ես եկել, Շնորհակալ եմ։ դերք ու բարի քեզ բերի, ցավը տանը, մերնեմ քեզ, լավն ու բարին նվիրեմ ձեզ սրան։ Հա, նվիրի։ Շնորհակալ եմ շատ ձեր Իմ վերաբերյալ։ քաղաքապետի հետ ամբողջ կյանքները տաշխատել։ Շնորհակալ եմ շատ Մեր երեխեք։ քաղաքապետն է քեզ է։ Լավ եք։ Ահա։ Ես քեզ, ես էլ քեզ։ Սրանք էլ մի րոպե երեխեք, ես էլ։ Ես էլ այսպես տխված կա։ Ես էլ ձեզ։ Բարև ձեզ։ Ես էլ եմ շնորհակալ։ Ես ձեզ։ Խնդրեմ երեխեք, Հաջա։ 3 հատ։ Այո, բիսկվիտներից տուրեն։ 3 հատ։ Ես էլ հաջա։ Անուշ ջան, մենեջեր Անուշ ջան, բարևներ եմ փոխանցում ու Անուշի համար քարտեզ եմ փոխանցում, կտակ իրա։ Ես էլ ձեզ որ լավ եղեք։ Հաջան։ Բարև եղեք։ Ճիշտ անձնական է հարցը։ 37 տարի ապրում ենք վագոն տնակում։ Բայց պետություն ձեր նկատմամբ պարտավորություն ունի։ 22 տարի առաջ սերտիֆիկատ եմ տվել, ես եմ վախտանչախաս եմ եղել։ Ինչի՞ չեք արել։ Ջինջը համ փողը չէր երիքում, համ էլ չգիտեմ ինչ ա եղել, փաստաբանի փող էլ չունենք, որ մենք փաստաբան վարձենք։ Այդ Հա, հարցերը հիմա այդ հարցերը իրավական առումով ես ճիշտ եմ, նամակներ էլ որ ստանում եմ, այդ հարցերը պետքա դատարանով լուծվի, եղբայր։
բայց ես փաստաբանի միջոց էլ չունեմ ու սպիտակում երևի ինքս Դե պետք է հիմա ընտրական շրջան ամենք նյութական որևէ խոստում չենք կարա տա, հետո պետք է նայենք թե այդ հարցերը ոնց կարանք աջակցենք։ Հիմա չեմ Մեկ էլ կարող։ ին վրա ենթամշակույթ են դրել Փաշինյան ջան։ 3 տարի է, հա։ Մի հատ նայեք իմ ձեռներին, էս ենթամշակույթի ձեռներ է։ Ոչ դուժող կա, ոչ բողոք կա, ոչ տնիցս արգելված բան են հանել։ Կպարզենք։ Ու հետն էլ այս օրենքները նենց օրինված, չգիտեմ ոնց մտքերս ասեմ որ ճիշտ լինի։ Մեծամասնությունը այդ օրենքի աշխատող դուրս են գալի փաստաբան։ Չի լինի մի հատ էս ին վրա որ գործ է դրել, օրենքը նենց լինի, այդ դատախազը, այդ քննիչը Նախքին դատվածություն ունի։ Հա, գա ինձ փաստաբան։ Երկու։ Գա ինձ Դա փաստաբան։ մի հատ կհասկանանք։ Իսախանյանն ուրա։ Ոնց հասկացա անիմաստ է իմ ձեզ Չէ, մոտիկան։ եղբայր, չէ, մի րոպե, անիմաստ չի։ Ասում եմ հիմա այդ որ ասում եք փաստաբանի հնարավորություն չունեք, հիմա ընտրական շրջանը այդ կարգի նյութական խոստումներ չեն կարող տանք, բայց կմտածենք այն մարդիկ ովքեր շահառու են, ժամանակից ԲԳՎ ստացել են, բայց հիմի եկել այն փուլը, որ մենակ դատարանով է լուծվելու, կմտածենք այդ մարդկանց ոնց աջակցենք։ Աջակցության ծրագիր կանենք, էլի գուցե։ Պատկերացրի, որ դուք կարողանաք գնալ դատարանում այդ հարցը լուծեք, որովհետև օրենքով նենց է, տասնյակ տենց դիմումներ ստացել եմ, քաղաքաշինության կոմիտեի հետ աշխատել եմ, իմիջիալոց ասեմ, տասնյակ մարդիկ արդեն դիմել են դատարաններ եւ ստացել են, եւ մենք հիմա իրանց համար բան ենք անում, իրանց այդ ԲԳՎ-ները թարմացնում ենք, ֆինանսավորում ենք, որ մարդիկ տուն առնեն։ Այդ այսինքն տենց պետք է անենք կներեք, էլի որ ճիշտ լինի ամեն ինչ, տենց չենք կարող անենք ուղղակի մեր կամքով ստորագրելով անենք, պետք է իրավական հիմքը վերականգնվի ու մենք գնանք այդ լուծումը տանք։ Մեկ էլ մի բան հարցնեմ ու Փաշինյան, արդեն երկրորդ անգամ է դուք ղեկավար եք երկրի, համաներում չեք անում, ինչով այդ պայմանավորված։ Ասեմ ձեզ ինչով է պայմանավորված, որովհետև համաներումը չի անհատականացնում մարդուն։ Մենք վիճակագրությունը գիտեք ինչա ցույց տալիս, որ համաներումով ազատված մարդկանց մոտավորապես 60%-ը առաջիկա 6 ամսվա ընթացքում վերադառնում են քրեակատարողական հիմնարկ։ Այսինքն համաներումով ազատված մարդկանց 60%-ը 6 ամսվա մեջ հանցագործություն անում հետա գալիս։ Այսինքն ստացվում է, որ մենք համաներում անելով ուրիշ մարդկանց համար խնդրեմ ենք ստեղծում, որովհետև որ 6 ամսվա ընթացքում հանցագործություն են անում, դուժող ունի, չէ՞, հանցագործությունը։ Հիմա մենք ասում ենք այնց մեթոդի գնանք, որ ազատենք այն 40%-ին, ով որ համաներումով ազատվում, այլ հետ չի գալիս։ Ու դրա համար ինչ ենք անում, պայմանական վաղաժամկետ ազատման մեխանիզմը հիմա շատ ակտիվացնում ենք, պատկերացրիք, այդ ոնց են ասում գաղութուն դրան, որ սրոկից շուտ դուրս են գալիս։ Այսինքն պատկերացրի 100 հոգի համաներումով դուրս եկավ։ Վիճակագրությունը նախքին ցույց է տալիս, որ 6 ամսվա մեջ 60%-ը հետ է գալիս։ Մենք ասում ենք այդ մարդկանց համար ենք խնդրեմ ստեղծում, դրսում եղող մարդկանց համար էլ։ Հիմա այն 40%-ը, որ դուրս է գալիս, հետ չի գալիս, այդ 40%-ին մենք պայմանական վաղաժամկետով գտնենք կանոն ազգանուններով իրանց բնութագրով բաց թողենք այդ մարդիկ գնան իրանց կյանքով ապրեն։ Բայց որ դուք ձեր Իմիջիալոց բայց համաներում արել ենք, 18 թվին արել ենք։ Եվ հա? Դա Այսինքն մեր խնդիրն է, որ ազատենք նրան, ով գնալու է ու գնալու, էլ հետ չի գալու։ Հա, էսել մյուսը։ Ով Փաշինյան, դուք իտալական չեք գալու։ Ինչ? Այդ դոմիկների համար Որտեղ? իտալական, որ արդեն 18 տարի ավել նստած ենք, արդեն եւ տակերն են ավելա, օծնատուն մտնեմ, սուն կարաչեմ տան միջին, մի հատ եք նայեք։ Մենք այդ հարցերը նայենք, Մեր չնայենք։ քաղաքապետը շատ լավն է, մենք Տեսեք։ Ոյ։ տղես բանա գնա 500 գնա պայմանական, ես այլ երեխա չեմ կարող տեղանտալ։ Ահա, մի րոպե։ Մենք երկու ստեղ խնդիրը հետեւյալն է, կա երկու բան հատված այն տնակները, որոնց տերերի նկատմամբ պետությունը ունի պարտավորություն բնակարան տալու եւ որոնք չունի։ Մենք մի հատ պետք է տենանք, այս մեր ընկերը որ նոր գնաց, որ ժամանակին ԲԳՎ-ի է ստացել, չի օգտագործել, իրանց հարցերը մի հատ պետք է լուծենք, հետո անցնենք այն ժողովրդին, ում նկատմամբ չունենք պարտավորություն։ Դրա համար մենք նախընտրական ծրագրում սոցիալական բնակարանաշինության կետ ենք մտցրել, որ փուլ կամած սոցիալապես անապահով խավերի համար բնակարանային ինչ-որ ծրագրեր։ Սերտիֆիկատան տուն կա, ես Երեխեք
Առողջալիս, հաջողալիս մեր ամբողջ ժողովրդի Էսինչ լավ է, էսինչ լավ աղջիկներ են, վերցրու դու։ Էս ինչ լավ թխված կա։ Մի ամաչեք։ Լևոն քարտեզ էլ դու։ Էս քարտեզն էլ։ Էս մեկ։ Էս էլ երկու։ Բա որտե կպցնենք մի րոպե։ Առողջալիս։ Էս վերցրու։ Վատոց տենամի Բա չենք նկարվում, չունենք հեռախոս։ Լավ, եղավ։ Վարչապետից հետ նկարի։ Երեխանց հետ նկարվի վարչապետ։ Давайте։ Երեխանց հետ նկարի։ Հա, էսա կան։ Չէ։ Էսա։ Բա դուք հեռախոս ունեք, մայրիկ ջան։ Ունեի տանը մնաց։ Ով կնկարի երեխեք հետ, ով կնկարի, բա հետո նկարը ոնց ենք դες տալու։ Մի հատ նայեք երեխեք։ Չեն նայ։ Այ նայ։ Անդե նայ։ Всё, դե երեխեքին ստեղից հանենք։ Երեխեքին հանենք, էլի ստեղից։ Այս դեզ եղբայր։ Երեխեքը ստեղ բան կդնեն, էլի այս նեղվածքի մեջ։ Շատ շնորհակալ։ Այս կուրտքեն իրա ուղակի հաստատ չի կպնի, էլի։ Դու կկպցնես։ Հա, շատ լավ է։ Շատ լավ է։ Դուք եք որ Հայաստանի չեմպիոն եք։ Այո։ Որ թիմի անունի չէ։ ՄՖԿ բազում։ ՄՖԿ բազում։ Շատ ապրեք։ Դե կզբաղվես դու։ Միջև նոր դաշ։ Խվածքաբլիկ կտակ։ Հա, մի րոպե թխվածքաբլիկ չենք տվել։ Էս։ Ապրեք շատ։ Ահա։ Մի հատ քույր։ Հա, իհարկե, հաճույքով։ Այդն էլ աղջկաս։ Հաճույքով, մի րոպե։ Ես եմ շնորհակալ։ Դեռ կտակ բար։ Հա, իհարկե, եղբայր։ Բարի։ Լավ եք։ Նկարվենք եղբայր։ Բեր կպցնեմ։ Հա, մի րոպե։ Ասիրիմ ձեր հալարելի։ Այ կհիս է 18 թվի որ դալա։ Բերիմ ձեռով կպցնեմ։ Ահա։ Բա հեռախոս ունես։ Չէ հեռախոս։ Դե մեր հեռախոսով։ Մեր հեռախոսով կնկարենք։ Ուղիղ եթերից, հա թե ֆոտո էլ արիր, բայց։ Չէ, ասեմ նկարես ոնց ստանա։ Ուղիղ եթերից պետք։ Մերոնք նկար։ Հա, տելևիզիոնից։ Փեշոտելի։ Բանից։ Փեշոտ։ Այս ամենահարմարը էս։ Ես եմ շնորհակալ։ Արի, նորից բարի։ Երեխեք ջանեք եք։ Շնորհակալ եմ եղբայր։ Հա, եղբայր, իհարկե, էտա թխվածք ունես։ Ես էլ քարտեզը։ Ինչ անունը։ Ապրես Հրայր ջան։ Այս կուրտքեն հաստատ չի կպնի, սեն ձերքդ էլի, ես էլ ես։ Բարև, հա, ով է նկարում։ Արի եղբայր, քարտեզ մի հատ ես քեզ, էդ հաստատ կուրտքիդ չի կպնի։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Լեռնեմ քեզ։ Լավ եք։ Էս է ձեզ։ Շատ շնորհակալ եմ նկարի կամա։ Ուր գնաց։ Ով է նկարում։ Շատ սիրելի վարչապետ, եթե հնարավոր է մի հատ քարտեզ։ Իհարկե, էս մի վարկյան։ Ով է նկարում։ Ահա, նկարեց ոնց որ։ Եկեք, տղերք, եկեք։ Նկարի էլի։ Նկարեցին, հա։ Նկարեցին, թե չնկարեցին։ Չեն նկարել։ Էս էլ Սա Եկնել ինչ կուրելի։ Էս ատնամ եղբայր։ Էս ատնամ։ Էս at մի վարկյան, էս էլ ձեզ, այ իմ ձեռը։ Շատ սիրելի։ Էսա կտամ։ Եկեք, ով է նկարում։ Նկարիր։
Եղավ թե չեղավ։ Շատ լավ։ Իրան ով է նկարում, որ նկար, ահա, ահա։ Շատ լավ, լավ։ Լուկաս, ուդի մնաս։ Համեցեք, ուզում եք նկարվենք։ Ով է նկարում ինքը։ Հա, հոպարես։ Աշոտականերս, Աշոտ ջան, մի հատ առանձակնոց է ուզում նկար։ առանձակնոց էլի հոպար։ Շատ ուրախ։ Շնորհակալ եմ շատ։ Քայլենք մի քիչ ժողով։ Ասա եղավ։ Ես Սպիտակի մարզերից եմ գյուղ Գոգարանից։ Այն ճանապարհ բացարձակ չունենք։ Այսնյան հետ ցեխ։ Կկառուցենք եղբայր։ Հերթով կկառուցենք։ Լույսերի ստոլբեք սա խոտաս է վերաթափել։ Հենց մեր տան մոտ։ Հերթով կարվի, հերթով։ Լույսերը կտրվել է։ Տեն ճանապարհ կապել են, հենց է։ Ռեխեն ձեռը սենց հարամ հասցրել։ Տենստեղ չկա որ չկառուցենք։ Դու այս այն օր ինչ ես խոստացել, պատահաբար շրջապարակում ենք։ Հաստատ, հա։ Մեկ էլ մի բան լա հարցնում եմ։ Ինչի համար է խոստացել, որ սարքենք։ Չէ, դա ուրիշ թեմա։ Հա դե դուք մասպետ եք արշվերիստերում։ Ինձ քեզ հարցնում գնա։ Չէ, մի բան էլ ասել, պարոն վարչապետ։ Մի կներեք մի բան ասեմ ու ասեք, էլի։ Ես Նախ նկարվենք, բարով եք եկել մեր Լոռու մարզ, բոլորից շատ ուրախ եմ, որ ստեղ եք։ Ուզում էի մեծահասակների անունից, տարեցների անունից ձեզ շնորհակալություն ասեի մեր առողջապահության հարցով այս բարելավումներ անելու։ Քանի որ ես բուժաշխատող եմ ու շատ եմ շփվում այդ առումով, մեր մեծահասակների մոտ դուք ասենց ասեմ խնդիր չունեք։ Իսկ ձեր մոտ խնդիր ունեք թե չէ։ Իմ հետ մեր մոտ հաստատ։ Ձեր աշխատավարձը ավելացել է թե չէ։ Հա, դե բարելավում կա, աշխատանքներս ավելացել են, աշխատավարձներս էլ հետն ավելացել։ Հա, դե աշխատանքը լավ է, էլի, բայց լավ է նաև որ բժշկի համ բուժաշխատողի համար ինչքան պրակտիկան շատ է ալնում, այնքան իր պրոֆեսիոնալության մակարդակը բարձրանում է։ Մեր վերապատրաստումները, որ անվճար կազմակերպում առողջապահության նախարարության։ Ավանեսյանը ստեղ մոտակայքում է թե չէ։ Ասում էր որ իմիջայլոց երբ որ ապահովագրության համակարգը մտել էր, այդ սկզբից մի փուլ կար, որ բուժաշխատողները բողոքում էին, որ աշխատավարձերի նվազում է գնում բան, որոշակի խմբերի մոտ այդպիսի խնդրեմ կար, որը մենք կարող է այս պահին էլ կա, որը մենք կլուծենք, բայց այսօր մենք Տիկին Ավանեսյան մեր ինքը բուժաշխատող է եւ հաստատեց, որ իր աշխատավարձը ավելացել է, բայց ինքը եկել էր, որ թոշակառուների ուղերձը փոխանցի, ասում է դուք թոշակառուների մոտ խնդրեմ չունեք, ասում եմ մի ձեր մոտ ունենք խնդրեմ, ասել չէ։ Ունենք մի հատ բոլորով նկարվենք, էլ են պարոն Մարսպերտը, պարոն Նիկողոսյանը։ Էսա կգամ, էսա սպացի նկարվում ենք։ Դուք այդ գարի հարցով արդեն պայմանավորվել եք, էլ ինչ ես ինձ հետ խոսում։ Ինչ ասեմ, բոլորով նկարվենք։ Կամ ասա հարցդ կլսեն։ Սենց պահեք, տենց բոլորս չենք երևա, սենց պահեք, որ բոլորս երևա։ Էսա կնկարվենք։ Մի քանի հատ նկարեք։ Սյուն կանեք։ Գակ ջան մի քանի հատ նկարի, որ գոնե մեկը լավն է։ Մեկ էլ բայց առաջադրանքով եմ եկել 6 երեխեքի համար, որ քարտեզ տանեմ, պարապունքի են չկարողացան։ 6 երեխա։ 1, 2, 3։ Ես նկարեմ ու դուս գամ որտեղ հարց։ 1, 2, 3, 4, 5, մի հատ էլ անում։ Հա չէ, սա եղավ 6։ Եղբայրը սա հարցը ասա։ Երեխա ունեմ թոշակառու է, հաշվանդամ է, էլի։ Դաժե հմ երեխուն ուղարկել են, դաժե վճարովի եմ անա։ Ստուգումներ, բաներ, սա ոնց կարա։ վճարովի, հա։ Հաշման։ Քաղաքացիություն խնդիր կա։ Չէ։ Բախա վճարովի։ Մի հատ տիկին նախարար նայեք ինչ թեմ։ Մի հատ նայեք։ Տան հարցով եմ եկել։ Ցավը տանեմ։ Առողջ ես, բիլակը տեղն լինի, մեր գլխից անպակասը լես։ Շնորհակալ եմ շատ։ Պարոն, Հալալ կասկերած, պապիկյան ջան արիստե, ցավը տանեմ։ Ցենանով չկա որ ժողովրդի 30% վագոնների մեջ է։ Ասեցին, Փորձել ենք։
թորներիս եմ արդեն մեծ դեսնեմ, էլ քանդում Եղբայր, ավագ։ բայց Ստեղ գոնե մի բան անեք պետությունը սարքեք։ պարտավորություն ունի ձեր նկատմամբ։ Մենք հերթագրված ենք այս արդեն 40 տարի, չի ստացվում։ Մենք հույսներս դրել ենք ո վրա որ Ժամանակին կարողա դուք եք այդ բգվները ստացել։ ոչ մի բանի չենք ողել։ Բաբա ոնց։ Ենա չի լե։ Ոնց։ Ենա չէ, ես մի բան չեմ։ Բնական շենքում եք ապրել։ Սեփականատեր եմ, լավ փոխել եմ։ Ժամանակին խիչ փոխած Հերթագրված եք չի։ Իրանի առաջ, բանը մի նոր խիչի ֆիքսված որ պետությունը Բնական շենքերի երկրաշարժ ժամանակով գործել են բազմաբնակարան շենքեր։ Այս երկրաշարժի դարդից մենք երբ ենք ազատվելու, անում ենք, Այդ դարտին վագոնների միջին ապրում ենք, այդ։ Չէ, բայց եղբայր մի հատ պետք է հասկանանք, որովհետև անկեղծ ասենք, մարդիկ կան, ժամանակին տունը ստացել են, այդ տունը կամ ծախել են, կամ ընտանիքը կիսել են, հետո վերադարձել են տնակում ապրում են։ Հիմա սա խառնվել է իրար, որովհետև ինչն եմ ուզում ասեմ, որ տնակում ապրելու փաստը դեռևս չի նշանակում, որ պետությունը պարտավորություն ունի։ Որտեվ կան տասնյակ, եթե չասեմ հարյուրավոր դեպքեր կա, ասենք տունը ստացել են, կամ վաճառել են, կամ ինչ որ բան, եւ այլն եւ այլն։ Դրա համար հիմա այնքան խառն է, որ մենակ զոհել եմ ունեցել, տալիս էի, չեմ ստացի, ոչ մի բան չեմ օգտվել։ Դե դրա համար դրանով է բարձրացել։ Ձեր ազգանունը ի՞նչ է։ Խաչատրյան Ռազմիկ։ Պարոն Խաչատրյան, տեսեք խնդիրը ինչի մեջ է։ Ասենք օրինակ 1000 հոգի տնակում նույն տարածքում ապրում է։ Խնդիրն է նա, որ տնակում ապրելու փաստը ինքնին ապացույց չի, որ պետությունը պետք է տուն տա, որովհետև այդ 1000-ից ենթադրենք 300-ին տվել է։ Հիմա մեզ համար բարդությունն է նա, որ մենք տարբերակ ենք, հասկանանք ում նկատմամբ պարտավոր, որովհետև կներեք անարդար կլինի, եթե պարզվի, որ մի հոգու միջև մի բան չենք տվել, իսկ այն մյուսին արդեն 2 անգամ տվել ենք, ել չեմ ասում դրա համար շատ նուրբ հարց է։ Ոչ թե, այսինքն sense թեմաներ կա, նկատի ունեմ, ոչ թե չենք ուզում այդ խնդիրը լուծենք, բայց բարդություններ կա իր հետ կապված։ Արխիվային նյութեր կա, հիմա նոր մի հատ ընկեր մոտեցել է, իրանք ժամանակին BGV են ստացել, չեն իրացրել այդ BGV-ն։ Հիմա մեր կարգավորումներն էլ ասում է, տենց դեպքերում պետքա դատական կարգով վերականգնվի։ Այսինքն sense շատ բարդություններ կան։ Դուք պատկերացրեք, ասում եմ, ամենածանր բաներից մեկը այն է, որ երկրաշարժից քանի տարի անցել է, սա 40 տարի, ու միջև հիմի այդ հարցը բարձրանում է, հասկանում։ Ու մենք 2000 բանից 19 թվից ամեն տարի տարեկան 500 միլիոն դրամ դրել ենք, այն հույսով, որ պրծանք, այդ փուլը պրծավ, հետո պարզվեց էլի չեք պրծել։ Երթագրված եմ, ես ինչ անեմ։ Սեփական սեկտորը հնարավոր չի, հնարավոր չի, եղբայր, որովհետև 2019 թվի դրությամբ ես ասել եմ բերեք տենանք քանի հոգու նկատմամբ, քանի հոգի կա ձեր ասած հերթագրված մարդը, իսկ թիվեն զեկուցե, ասել եմ այս տարվա բյուջեից բոլորի համար գումարը հատկացնում ենք, մենք այդ գումարը հատկացնել ենք, տվել ենք, մեզ թվացել է թե վերջացել, հետո պարզվեց ստեղ սենց խնդիր կա, այնտեղ նենց խնդիր կա, այնտեղ նենց խնդիր կա եւ ժամանակի մեջ է, եւ այդպես շարունակ։ Աջան, էսա մի վարքյան, քարտես տվեք մի հատ։ Ես էլ ձերով պակս։ Դուք էլ եք ուժ աշխատող։ Չէ, ես մանկավարժ։ Շնորհակալ Բարև եղբայր, ոնց եք։ լավ, դուք ոնց եք։ Լավ ենք, ցավոտ տանեմ։ Տրամադրությունները ոնց է։ Մի հատ Մի քանի երկու հատ տամ տղեկան դեռ սպասում են ինչ։ տղեկը սպասում են, ահա։ Ապրես վերնեմ չէ, ապրես։ Շնորհակալ եմ եղբայր։ Մեծ եք շնորհակալ։ Բարև։ Ես մի երկու հարց ունեմ, պարոն վարչապետ, դիմել եմ նախարարություն, հա, տղաս այս Վանաձորի քրեակատարողականին։ Ինչի համար։ Հա, իրա գործերը մի քիչ հասարակ բան է, բայց մի վիրահատության կարիք ունի, ես եկել եմ Երևան նախարարություն։ Որ նախարարություն։ Քրեակատարողական բժշկական կենտրոն ՊՕԱԿ։ Հա, այդ առողջապահության։ Առողջապահության, հա, ընդեղ էլ եմ դիմել։ Ոչ մի բան։ Տիկին Ավանեսյան, խնդրում եմ մոտեցեք։ Մի բան են անում, ասում է, իրան հետազոտություն է, բայց սրոշնի իրան վիրահատություն է նշանակած։
Լավ է։ Առողջություն Միատնավիր հաջող։ եմ, միատնավիր եմ սրտես։ Շատ շնորհակալ եմ քեզ։ Բարի վարչապետ, մենք շատ բան եկել ենք։ Ահա։ Ես մի 2 տարի հետո ես գնացի, մի հատ մեքենա ենք գնել։ Ինչ արեք, գննե։ Էլեկտրական մեքենա, հա։ Հա, Ռուսաստան։ Չէ, Ստեղ։ Ահա։ Այս համարներով Չինաստանից բերել ենք ստեղ։ Ահա։ Հետո մի տարի օգտագործեցինք, դրանից հետո մեր վրա գահակ եկան։ Ինչի՞ ամ։ Որ բան էլեկտրականին դե բան չի հասնում։ Ինչ։ Ռաստամոշկա։ Ոնց չի հասնում։ Չի հասնում։ Չի հասնում։ Հա, քվոտայի մեջ։ Հա, ազատված է։ Բայց քվոտայի մեջ չի եղել։ Քվոտայի մեջ է, մի տարի օգտագործել ենք այդ մեքենան։ Համարներ հանել։ Համարները հանած, ամեն ինչ պատրաստ գնացել ենք, եկել ենք։ Ու մի հատ մեքենա չի։ Շատերն են կարգի մեքենաները։ Հիմա ասում են այդ մեքենան էլեկտրական չի։ Արդեն մի տարի պես է։ Դե մի դա վիճելու հարց չի պետք է Հա, նայել։ Ավտոն դնենք այնտեղ սկսենք վիճել, էլեկտրական է, պետք է նայենք։ Իրանք էլեկտրական գրանցել են։ Մեքենան գրանցվել է։ Բացի մի բենզին լցնում եք, մեջը չէ, հələ բենզին լցնում եք։ Դե բենզին սարքում մեջ լցնում են։ Էնի առա, հա, բան բոլոր էլեկտրականների մեջ բենզին։ Ինքը չի շարժվում։ Հիբրիդա կամ Ինքը Դե ուրեմն հիբրիդ։ Չէ, ինքը բենզինով չի աշխատում։ Ընդհանրապես ոչ կարած Պարոն Իսախանյանի օգնականն է։ Հա, իհարկե։ Կարանք Ես 22 տարի ապրում եմ Բրուսել քաղաքում։ Ահա։ Հայաստան չեգե նոր անցնում էի ցես տեսա, ասում եմ Ինչ տպավորություններ եք ստացել շատ հիանալի։ Հաստատ։ Ձեզ շատ սիրում ենք Եվրոպայում, ուզում եի տեսնել ձեզ բարևեի, ձեզ շատ սիրում ենք, շատ հարում ենք, միած կուզենայի ձեր հետ նկարվել։ Եկեք, եղբայր, եկեք։ Հա, էսա սպասի եղբայր, էսա Բրյուսելից եկած մեր եղբոր հետ նկարվենք, ու հետո մի րոպե, էս ուղենք։ Օպարջամի վարկա։ Մի քիչ սենց կանենք։ Խնդրեմ մի հատ է։ Դուք ելեք Բրյուսելի, չէ՞։ Բայց դե շատ ենք հարգում ձեզ։ Շնորհակալ ենք։ Հատուկ եկել ենք։ Լավ է։ Պարոն վարչապետ, լավ եղեք, հաջողություն։ Առայժմ։ Ես էլ ձեզ եղբայր։ Ցանկանում եմ հաջողություն։ Շնորհակալ եմ եղբայր։ Արի։ Ինչ անունդ։ Նարեկ։ Ապրես Նարեկ ջան։ Էս քեզ։ Մի հատ էլ Նարեկի համար թխված չկա բա։ Ահա, էս էլ քեզ Նարեկ ջան, ու նկարվենք Նարեկ, բա։ Էդ իրանց հեռախոսն է, թե։ Հենա, բայց իրանք Նարեկ, էս Նարեկին ով է նկարում, չէ։ Չէ, չեղավ, զգուշ։ Սել չկա Նարեկ։ Սպասի, լավ չի, տեղի ինգավ չհասկացա։ Ահա, Նարեկ ջան։ Ով է Նարեկին նկարում, դե նկարեք։ Ահա։ Արի, դուր։ Էս վերցրու կուրկետ հաստա չի կպնի, թխված, էս էլ թխված կը, ահա։ Վալերի ջան նայ, սրտիկ գիտես անել, դե արա, ահա, դե բացացրու որ երև, շատ ապրես, գնացի։ Հանաձորի ղեկավար նկարում ենք։ Հա, եղբայր, տեսա որ ընդեղ ես ավտոբուսի միջից բայց, լավ եղի։ Ասա եղբայր։ Մեր սպիտակի ես ֆուտբոլի դաշտ Ասեցին տղերքը կազմակերպը։ Երեխեքը սաղ չեմպիոն դարեր։ Ասեցին։ Բայց դաշտ Առաջինը բանի երեխեք եկել եմ շփվել, տղերքը մի 10 հոգով հավաքվել էին, ասեցին ես էլ ասացի որ բան կանենք։ Համայնքի ղեկավարն է, հիշեք որ բանի երեխեքին ֆուտբոլի դաշտի հետ կապված թեմա կա, հետագա մեր աշխատանքներում անպայման պետքա բան անել։ Հաջան, բարև եղբայր։ Լավ եղբայր, դուք ոնց եք։ լավ է, լավ, հաշիվ։ Մատնավիր ենք ձեզ սրանից։ Շատ հաճույք, Ահա, այսպես։ հաճույք։ Լավ է։ Ես հաջողություն։ Բարև ձեզ եղբայր, էս է ձեզ։ Բարև ձեզ, էս է ձեզ։ Բարև եղբայր, էս է ձեզ։ Ես եմ շնորհակալ, բարև եղբայր։ Մեծ հաջողություն։ Շնորհակալ եմ, մեր հաջողությունները ձեզնից է կախված։ Հա, իհարկե, եղբայր։ Բարև եղբայր։
Լավ է։ Խնդրեմ եղբայր։ Քեզ մի բան ասա։ Ասա եղբայր։ Ես այստեղ Հա, չէ։ դրել ես։ Ասեք։ Ես հիվանդ եմ քիչ։ Քանի տարեկան եք եղբայր։ 68, 67։ Բա առողջության ապահովագրություն ունեք։ Չէ, Ոնց չէ։ հա ունեմ, այդ սա գիտեմ, ես սա ասել մի բան ասել։ Ժարկը ալելա, այդ հայվանները մտել են փողաս։ 4 հոգու։ Երբ։ Ժարկից հետո։ Ահա։ Համի Որտեղ եք ապրում։ Սպիտակի մեջ։ Սպիտակի մեջ։ Ահա։ Համի չգիտեմ ես ինչ անեմ։ Երբ են մտել այն վաղտ։ Ժարկը լելա 96 թվին 90 Եղբայր կադաստրով թուղթ ունեք։ Չունեմ, հենց Բա դա չունեմ։ ինչ գիտես դա քո հողն է։ Իմ հողն է, ես գիտեմ, ես իմ հողն Հողը փաստաթղթով է, եթե քոնն է, քոնն է, եթե քոնը չէ, ես ասեմ, մի քանի նամակ եմ գրել, այդին կատ այդ Հիմի կարող է պարզվի հարևանները ունեն վկայական։ Հա ունեն, Բա որ ունեն իրանցն այլ ոնց է քոնը, եղբայր ջան, հազար ներողություն։ Ձեր ազգանունը ի՞նչ է։ Չոբանյան Էդիկ։ Եթե իրանք ունեն վկայական, ուրեմն իրանցն է հողը, ինչ եք ասում որ ձերն է։ Այմն ալել, ո՞նց ալել։ Բայց թուղթ ունեք, թուղթ։ Ես կատաստին նամակ գրել եմ։ Եղբայր, եթե իրանք վկայական ունեն, այդ հողը իրանցն է, էլի ես չեմ կարող բան անեմ, ինձ ասում եք որ ինչ անեմ ես։ Դե կատաստին ասա որ Սահմանադրության մեջ գրած է սեփականությունը անձեռնմխելի։ Այդ մարդը թուղթ ունի, որ իր սեփականությունն է։ Եթե անհերքելի ապացույցներ չկան, որ դա ապօրինի է ձեռք բերվել, մենք բան չենք կարող անենք։ Իսկ եթե ապօրինի է ձեռք բերվել, դիմում գրեք իրավապահ մարմիններին կամ դատարանին։ Այսինքն նույնիսկ այդ դեպքում ես այդ հարցը չեմ կարող լուծեմ, դա մենակ դատարանով լուծվող հարց է։ Կատաստին ասեք դու Թորոսյանը ինչա։ Թոմասյանի։ Ասեք թող դերը գի։ Քան այդ նամակ եմ գրել։ Մի հատ հասցեն տվեք, դիմում գրել եք դուք կադաստրին, ասում եք գրել է։ Մի հատ պատասխանը հասկանանք ինչ է, էլի։ Հասկացանք։ Բայց եթե վկայական ունեն հարևաններ, այդ բարդ գործը, հա եղբայր։ Հիմա ես ապրում եմ 4 դարի բխարային ծնար տանը։ Միջև նա ոչ մի բան։ Ո՞վ է սեփականատերը։ Տատիկս ա եղել, հիմա Այսինքն մասնավոր, հա։ Երկրաշարժից, հա, դարել։ 78 Դե հիմա մենք նախընտրական ծրագրում վթարային բնակարաններ տների համար բան ենք անում, ծրագիր ենք փորձում անել, որ հանրապետության բոլոր վթարային տների խնդիրը լուծենք։ Ինքը պարզ հարց չի, հույս ունենք, որ այս եկամտահարկի ծրագիրը Երևանից դուրս եկավ, հասավ մարզեր, մարզերում կկարողանանք ներդրումներ բերելով այդ հարցը լուծել։ Ես ձեզ։ Պապիները նեղանում են ասում։ Ո՞վ է նեղանում։ Ապահովագրության։ Հա։ Բոլորը հիմնականում ապահովագրությունից։ Պարոն Փաշինյան։ Բայց ինչ են նեղանում։ Որոնք չեք գնում ասում, անելական։ Էս էլ կես։ Մի հատ այն բանից էլ տվեք, էլի։ Ասա եղբայր։ Մենք ուզում ենք մեծ ֆուտբոլի դաշտում։ Ասել են տղերքը արդեն, մենք է պայմանավորվել ենք արդեն, որ ակադեմիան ֆեդերացիայի ներկայացուցիչներ կան, ակադեմիային։ Լավ է։ Հա, իհարկե։ Բայց այդ ասեցինք, պետք է մինչև 2031 թիվը այդ հարցը լուծենք։ Եկող տարի։ Դուր ես ասում, ծրագրի մեջ է արդեն, շատ լավ է։ Հա, ժողովուրդ, շարժվենք արդեն։ Բարև ջան։ Իհարկե։ Պարոն Փաշինյան, կարելի է Ժողովուրդ արդեն պետք է գնանք, ձեզ այստեղ պահենք, դուք կթրջվեք։ Մենակ դու, արի, մենակ դու։ Գարվենք, էլի պարոն։ Մենակ դու։ Մի հատ էլ անեի։ Մի հատ էլ անեմ։ Երեխեք ջան, ես ձեզ։ Պարոն Փաշինյան, մի հատ էլ նկարվենք, էլի։ Նկարվենք։ Արի խոսը։ Երեխեքին, ժողովուրդ երեխեք հետ նկարվում ենք ու գնանք արդեն, որովհետև ժամանակի խնդիր ունենք։ Երեխեք ջան, ես վերցրեք, մի հատ այդ բաներից էլ տվեք, էլի թխված, ում չտվի սրանից։ Դու ունես։
Էսել, Հարգարժան Հաջան, քաղաքական վարչապետ Հաջան, ջան, Հաջան։ հիշում ես ինձ։ Շատ թորներն են։ հա, ուրախ եմ շատ, ուրախ Իմ եմ։ բանաստեղծությունը առաջին տունությունա կարդացել է ժողովածու։ Շատ լավ։ Ժողովուրդ ջան, կներեք մեզ, մենք արդեն պետք է գնանք։ Էս ինչ մռութ ալա, լուրջ, էս ինչ լուրջ է։ Մի րոպե։ Այս քեզ, հելա։ Ահա։ Էս էլ քեզ։ Ահա։ Ժողովուրդ ջան, պետք է գնանք կներեք։ Եղբայր արդեն հարցի համար ուշ է, էլի ուշանում է։ Ով է նկարում, Աշոտ ջան նկարի էլի։ Նկարի ուշանում եք։ Ով է նկարում։ Աշոտ նկարի։ Տալիս եմ, Ես նկարում եմ, պարոն Փաշինյան։ Տվեք մեզ էլ տվեք քարտեզ։ Էս ձեզ քարտեզի։ Զեպյուր վերցրա։ Տիկին զեպյուր սենց։ Ում չտվին քարտեզ։ Давай, նկար։ Չէ, թարց իրանց ես նկարում եղբայր։ Ֆրծրա, նկարեք էլի մեկը։ Տուր էլի քարտեզ։ Վայ Աշոտ։ Լավ էլի Աշոտ, ես ինչ ես անում Աշոտ։ Արի դա նկարի, սենց կանգնի։ Աշոտին էլ մեզ հետ նկարի։ Ժողովուրդ ջան, գնացինք կգանք դեռ կգանք։ Եղավ ապե։ Եղբայր, Գրետ նկարվա։ մյուս անգամ։ Լավ եղեք, գնացեք դուք էլ չթրջվեք, գնացեք։ Անդրեյ սկսեք, բարև ձեզ։ Մյուս անգամ, եղբայր, գնացեք չթրջվեք, լավ եղեք, եղբայր, շնորհակալ եմ։ Անդրեյը տեսավ ժամը լրացավ, ասեց վերջ։ Այս էլ սպիտակի մեր հանդիպում։ Այո, այդ դուք եք նամակներ գրում ինձ, ես զբաղվում եմ։ Չէ, հաջորդ անգամ։ Ես ձեր նամակները կարդում եմ, հանրականներ տվել են։ Ձեր նամակ լսեք։ Ես բացահայտել եմ կլիպսավոր շները, սաղ տեղերը ծննդաբերում են։ Կլսեք մի բան։ 18 թվականից առաջ։ Կլսեք մի բան, ձեր նամակների հիման վրա մեր նախընտրական ծրագրում կետ եմ ավելացրել, կարդացեք։ Օրենք ընդունել ազգային ժողովը։ Այո։ Օրենք, մեջը կան կետեր, որոնք շատ վաղն են։ Կխոսենք, մենք կապի մեջ ենք, գրեք ինձ, գրեք։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ, լավ եղեք։ Սպիտակի հանդիպումը այսպիսին էր, նորից էմոցիոնալ, բայց Անդրեյը եկավ եւ մենք բոլորս ցրվում ենք հիմա, լավ եղեք։